Ես ոչ մի բան չեմ ասում, ոչ մի բան չեմ։ Լսեք, ես ուզում եմ ձեզ հիշեցնել Վազգեն Մանուկյանին, որ ասում էր դեռ ռոմանտիկների բան, մի խումբ ռոմանտիկներ։ Լսեք, բանը դաշնակցական են, ոնց է դրա անունը չեմ կարող, Հրանտ Մարգարյանը, ասենք ես չեմ ինձ զսպում եմ, որպեսի վատ բառեր չասեմ, հա? Հրանտ Մարգարյանը, որ չխոսասուն այդ կլսես։ Հրանտ Մարգարյանին, որպեսի վատ բառեր չասեմ, այդ ինչ էր ասում։ Ասում հոկտեմբերի 27-ը դա պորտկում էր եւ տենց պորտկումներ կարան լինեն, ու ասում մի հատ էլ օրինակ բերում են խեղճ ճակերտավոր վատ իմաստով չեմ ասում, էլի լրագրողը, որը որ չի հասկանում Դավիթ հետ չեմ սխալվում, չհասկանալով ինչն է ասում, մարտի 1-եր, չէ, ասում է նոյեմբերի 9-ներ, որ մտել էին Արարատ Միրզոյանին էին սպանում եւ այլն, այդ մարդիկ դրա մասին գրեթե բաց խոսում են, գրեթե բաց խոսում են, հիմա եկել են, բայց ինչ գիտեք, որ այդ երկու հոգի գյուլելը բանա մոնտաժված չի, երկու հոգի գյուլել Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ իրավունք չունի, ոչ մեկ։ Իշխանությունը խիստ անհանգստացած ու վախեցած է հիմա բան։ Ումից։ Իհարկե անհանգստացած եւ վախեցած է, որտեղ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին է խոսքը։ Այտենց իրավիճակներում ստեղծելով այն նկարագրած, լսեք, այն նկարագրած Ռուզան ջան, իհարկե, այն նկարագրած իրավիճակները, որոնք որ նկարագրված էր Եթե իրականություն լիներ, դա նշանակում է քաոս, իրանք հենց այդ բառն էլ օգտագործում են։ Իսկ պետական մակարդակ, որ պետությունը գոյություն չունի, ասենք դուք ինչ գիտեք, որ ենթադրենք, չգիտեմ, ինչ որ ուժ չի գա եւ չի ասի եւ վերջ, այսօրվանից մենք ենք իշխանությունը, այստեղ կառավարությունը մենք ենք, դուք պետականություն այլևս չունեք։ Դուք վստահ եք, որ ենթադրենք ինչ որ տեղից ինչ որ զորք չի մտնի, զբաղեցնի պետական այդ իրավիճակի շարունակական բոլորին շարունակական դեպքում, երբ որ բոլոր քաղաքներում պայթուններ են, երբ որ ոստիկանությունը չի կարողանում դուրս գա իր տեղերի այդ ֆունկցիան իրականացնի, փողոցները փակեն, շապօգնություն չի աշխատում, բանակը բնականա կատվածը հարա, ժողովուրդ այդ նշանակում է, որ յուրաքանչյուր թշնամի, յուրաքանչյուր հակառակորդ կարա մտնի գրավի յուրաքանչյուր տարածք եւ յուրաքանչյուր խումբ կարա գրավի մի քանի, լսի, գերագնահատում են, որտեվ իրանք այնքան չկան ու չեն կարող լինել փառք Աստծո, որ նման բան անեն, բայց այն բանը, որ իրանք փորձելու են, Նարի Օնանյանն էլ չկարողացավ միջև վերջանի, բայց դրա պատճառով մարդկանց մտանստեղ գնդակը հարեցին, հետո ինչ, եկեք գերագնահատենք, ասում եմ, Հրանտ Մարգարյանը, այն մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ Սամվել Կարապետյանը, այն մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ նման բանի մասին էին խոսում, Աստված մի հարասցե, որ տենց մի բան լիներ, գալու էին աչքի հետ ճպճպացնեին, ասեն մենք դա նկատի չունենք, լուրջ եք ասում, հա? Լավ Ալենը չի, Նիկոլ Փաշինյանը չի, մյուսը հարցը չի, ես մի անգամ Արծվիկ Մինասյանին ասել եմ։ Մի անգամ Արծվիկ Մինասյանին ասում եմ, պարոն Մինասյան, շուտ վաղ խոսակցություն եմ ասում, ինչ որ խոսք գնաց, հիմա բառացի չեմ հիշում, ասեցի սենց բան խոսում են sense բան, ասեց պարոն Սիմոնյան, ես ինչ ես ասում, ասեց դա նշանակում է, ասում հարցը դուք չեք, դա նշանակում է պետության դեմ քայլ անելու եւ պետականության անվտանգության, ասենք Արծվիկ Մինասյանը օրինակ այդ բանը հասկանում է, ինձ դա ասել է առնվազն, բայց դուք չեք հասկանում, որ դա Ալենի, Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, Արարատ Միրզոյանի, Պապիկյանի դեմ չի, դա մեր երկրի դեմ արած քայլ էր։ Պարոն Սիմոնյան, օգտվելով առնվազն։ Չէ, շատ ես օգտվում, այլ հարցեր կան։ Մի րոպե, սենց հերթով։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում է անում ու հստակացնում է, որ վեհապարը պետք է հեռանա։ Իմիջից հա։ Ամեն օր ասում է։ Հիմա իշխանությունը ինչ պլան ունի կոնկրետ։ Հենց հիմա պլանը հարաբերությունները կարգավորվելու են, մինչև վերջ գնալու եք հասնեք մինչև կալանավորման, որովհետև տեղը լսեք, ուրեմն ես պետք է կալանավորել շարունակվելու։ Ես խնդրում եմ։ Ինչի եք պատրաստ։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, եկեք մի քիչ առաջ գնանք, էլի Արավինց վարվում է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ Կտրիչ Ներսիսյանին հնարավորինս արագ լքի իր այդ կարգավիճակը, որը հիմա բռնացել է։ Խնդրում եմ, առաջարկում եմ անել։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան այս պատմությունը Իրան, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Խոսքը ժամանակի մասին է եւ խնդրում եմ, նորից եմ ասում, խնդրում եմ, թող շատ բան չանի, խնդրում եմ, թող լքի, թող վերջից։ Հա? Ուզանա ջան, ես ԱԾ-ից կապ ունեմ, դուք խանգարում եք ինձ,
ինչ, այսինքն վերջին դրվագը մենք տեսանք ԱԱՑ-ով գնացի։ Հարգելիս, բայց այդպես ԱԱՑ-ով չգնացին, չէ՞ որ ասում էլի այն անեկդոտը հիշեմ, որ դու ոչ մի բան չէիր արել, տենց քեզ ասեցին ուղղակի դե։ Գալիս էր քնչը։ Լավ, ես տեսա ոդկով ոնց էր գալի, ոդկով գալացող մարդը Գյումրիից չի գնում երկու օր թաքնվում վեհարարում, հետո լավ, լավ։ Մի րոպե, մեր հերթն է։ Ստեղ, այդ հերասերը։ Պարոն Սիմոնյան, ինչ հետաքրքիր է, դուք գլխավոր դատախազից դրություն ստացել եք, դեռ ոչ, այսինքն բայց դες ասել են գալու են նման, իսկ կալանավորումներ է լինելու։ Չեմ կարող ասել, կստանամ նոր։ Բայց քրեական հետապնդման մասով գիտեք, որ Ես դեռ գալու, սպասում եմ, որ իսկ դա լինելու է հուլիսի 4-ին եւս մեկը ստացվում է Իդեպ Սեյրան Օհանյանի ու Արտվիկ Մինասյանի մասով կբացատրեք, պարոն Սիմոնյան, վերջը ինչ փուլում է, որ չի լավ, շատ լավ փուլում է, շատ բարի փուլում է։ Դե կգա կքննարկվի, չէ, կգա կքննարկվի, չէ, դատախազությունը պետքա պատրաստ լինի։ Պետք է պատրաստ լինի, մենք օրենք ենք փոխել, գիտեք, մենք հնարավորություն ունենք հատուկ դրա համար արտահերթանենք, դրա կարիքը կլինի։ ուղարկվել են միջնորդագրերը։ Նորից ձեր ասացի Ալեք ջան, կգամ, հեսա նարեկի մեջ։ Պարոն Սիմոնյան, դուք որ նշում եք պետք է կաթողիկոսը հեռանա եւ եթե չէ Խնդրում եմ, ասացի խնդրում եմ։ Ինչ, հետո ինչ չի կատարում ձեր Միևնույն դա այն ալին, չի կարող։ Դե բա ժողովուրդ չի կարող, որովհետեւ ես որպես հավատացյալ մարդ, որը որ մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցին սրբությունը, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բանը եւ չեմ ուզում, չգիտեմ, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ, այն ինչ որ անում է վարչապետը, օրինակ, վարչապետը ինչ անում, ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը, ամեն օր, թե կապրեն կտենանք։ Ինչ ես որ ասում։ Մեթոդները կփոխվի վարչապետը։ Սերժը չէր փոխվում, փոխվավ չէ մի օր։ Սերժը ինչքան վաղ դուրս էին գալի միտինգ էին անում։ Ռոբերտ Քոչյանը ինչքան վաղ դեռ չէր տա։ Այսինքն կաթողիկոսը դեռ 10 տարի ունի։ Չեմ կարծում։ Եվ Մի րոպե, չգիտեմ, Փայլակ ջան։ Եվ այս Այն նշած մարդկանց հետ կապված գիտեմ, որ պետք է գա։ Ասում բացի Շողիկի ասած մարդկանցից որևիցե այլ մեկի մասին ինֆորմացիա չունեմ։ Այո։ այս ենթադրյալ հեղաշրջման փորձից մասին հայտարարելուց հետո արդյոք Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անվտանգությունն ուժեղացրել են։ Չէ, ցավոք սրտի։ Ոնց կարելի է։ Դե որովհետև վտանգավոր է։ Չէ, որ ասում եք չէ, Դե չէ, ավելի չգիտեմ, քիչ են կարող։ Չգիտեմ։ Բայց դուք կարծում եք, որ անհրաժեշտություն կա։ Ես ընդհանուր առմամբ նեղսրտում եմ իմ շուրջը պատտվող մարդկանցից, որովհետև անձնական տարածք չունեմ առնվազն, բայց չի արվել։ Հա, երթի մասին իդեպ Բայց դուք ձեզ վտանգ զգում եք։ 4-ին ժամը Տենում եք, որ ինֆորմացիաներս ճիշտ է։ Չէ, դա մի ժամ առաջ էր հրապարակվել։ Դե ես հիմա ես ուրիշ տեղից եմ։ Բայց դուք վտանգ զգում եք ձեր անձի հետ կապված։ Ինչի՞ պետք է չզգամ։ Ասենք քեզ թվում է ինչ չեն Իսկ այդ սպառնում։ վտանգի հետ կապված ինչ քայլեր եք Որ քեզ ամեն շաբաթ ինչ որ մեկը անծանոթ բանից էջից կամ թեկուզ բաց էջով սպառնա ֆիզիկական վրա։ Հետո պլանը լինի, որտեղ որ գրավում են հիմնական շենքերը, երկիրը քաոսի է վերածվում, մարդիկ են գյուլվում եւ այլն, դու չէիր անհանգստանա, իհարկե կանհանգստանա։ Դե ինչի իշխանականներին հարցեր տալու համար ինձ էս վերջին մի քանի տարում 10 օրը մեկ գրում են քեզ որտեղ տնան գլուխը ջարդում Չես անհանգստանա։ Չէ, որովհետեւ հələ Եթե նման դեպքեր լինեին, օրինակ քո գործընկերներին ծեծեին, սպանեին, կանհանգստանայր նախ։ Իմ գործընկերներին ծեծել եւ սպանել են։ Ընդամենը վերջը։ Իմ գործընկեր Վահե Մակարյան թևերն էլ ոլորել են այստեղ։ Իրա թևերը չեն ոլորել։ Իրա պատմածով ինքը ստեղ քրեական ենթամշակույթի կներեք այդ բառիս համար որ զակոնի կարգավիճակ ուներ, բոլորի վրա ֆշշրեց, բոլորի վրա գոռաց, բոլորին վիրավորեց, իր ասած գնաց, եկեք մնանք այդ կարգավիճակի մեջ, իրա թևերը ոչ մեկ չի ոլորել, ինքը ես ասել եմ ոստվոս տալով ստեղից հեռացել է մեկ ընդմիշտ։ Դուք շատ լավ համոզում Իմ գործընկերների Կարեն Դեմիրճյանին է սպանել, ինքը իմ գործ, ես ազգային ժողովի նախագահ եմ, ինքն էլ էր ազգային ժողովի նախագահ, Արադ Միրզոյանին էլ ծեծել եմ այնքան, միջև մտածել եմ, որ մահացած է, չգիտեիր։ Բա ինչ ես ասում։ Հետևում եմ, բայց մինչև օրս հենց ձեր իրավապահ համակարգը Լավ չես հետևում, արդեն մի քանի օքի ձերբակալվել է։ Ձերբակալված չէ, սպանության փորձով ընդամենը 2-ն են, բայց տեսանյութերում հազարավոր մարդիկ են երևում։ Ես համաձայն եմ, որ դա իրավապահները այդքան լավ Ես համաձայն եմ, ես քո հետ համաձայն եմ, թող ջանասիրություն ցուցաբերեմ։ Համաձայն, բայց այդտեղ վիճակը է։
Այստեղ ինչ կա։ Այլ հարցեր։ Պետք է հեռանա կտրիչ Ներսիսյանը։ Որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում։ Նախ ընդհանուր առմամբ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ ինչպես այս ձեռնարկությունները հարվածում են։ Դե երևի իրանց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել եւ տես տպավորություն է մոտս բաներ եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններ եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունը։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50,000 փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի ում փող է տվել, հիմա իրան ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլի իրան ընկերներն են, բան, տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վերընկնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ, ասում եմ, թող բերանները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետություն, իրաց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքան է ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի բանի ինչ որ այլ ծրագրի մեջ, ինչ որ կտորներով ցուցադրելով էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ արծա որ մեզ ինչ որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ որ բան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանում ինչա կատարվում, հասկանում են, որ սուտ են ասում, բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետքա չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկենք։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չասեցիք, Ֆրանսիայի նախագահը չի խառնվում Հայաստանի գործերին, որ երբ որ աջակցություններ ցույց տալիս, այո, փորձերին համերաշխություն։ Հիմա որ ես ասում եմ, կամ որևիցե մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնվում, որովհետև ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետև դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտին, դա պետք չի կարելի, դա ինչ է, ժողովրդավարության մասին խոսակցություն է, չի համարվում դա։ Նույնն ասացիք, որ Գարեգին բան կտրիչ Ներսիսյանը միևնույնն է հեռանալու։ Հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջապահյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին բան փորձել է կոնտակտի դուրս գալ, կապի դուրս գալ իշխանության հետ։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառիս համար։ Չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնեք։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, այնու փայլակ ուր է գնաց, փայլակներ, հարց եք տալի, ասում լալա հարաճ դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելուց։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես, չունես, հա, չէ։ Լսեք, բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Դες ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձևը անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլորի ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս։ Ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։
Պարոն Սիմոնյան, բայց այս իշխանություններն ինչ կներեք, էլ ինչ էժանագին բանա, թեմա է անդրել, որովհետև կաթողիկոսին վերագրվում ասում են ռուսական ծառայությունների Ես դες բան չեմ ասել։ Ձեզ չեմ Ով ասել։ Տենց խոսակցություն հմեկի Շատ հետերում ասում խոսակցություն։ են ռուսական բան է, ռուսական հատուկ ծառայության Դատի տան, գործակալը դատի տան, ունեցվածքի մասին Նարեկ ջան, բայց կներես էլի ներողություն եմ Ինչի է խնդրում։ իշխանությունները Ներողություն եմ խնդրում, ինչի է այդ վրթովմունքը, այդ ջղայնությունը։ Օրինակ չես ասում, ընդդիմադիր մեր գործընկերներին, որ օրինակ իմ մասին ինչ ասես ասում են։ Դու գիտես, չէ՞, իմ լավ եւ վատ կողմերը, գիտես, որտեվ շփվել ենք մենք։ Ինչի՞ չես ասում, օրինակ, չգիտեմ, էս ինչան էս ինչ։ Դու ո՞նց ես իր մասին սենց բան ասում, ինչի ես սենց բան ասում։ Ուզեմ հասկանամ, գիտեմ, որ իմ մասին վատ բան չեն ասում։ Ինչի՞ չես ասում, ուզեմ հասկանամ։ Բայց որ չեն ասում ո՞նց ասել։ Մերսի, ապրես։ Շնորհակալություն։